Բարերով նախադասությամբ սկսենք, Քրիստոս ծնվեց և հայտնվեց մեզ և ձեզ, մեծ աղետից, որ գյալ է ծնունդը մեր Հիսուսի։ Եկեք միանգ Արտիրուչը ես նոր թվի համար 2026 թիվը այսօր ամսի 4-ն է հունվարի, այս տարվա առաջի պաշտամունքը, ոսկը, աղոթքը, երգը, այսօր բաժին մեր մանուկների, երիտասարդների, մեր Տիրոջ ծնունդը մեր կարողության չափով, բայց հուսով եմ լիասրտով հասենց եկել ենք տոնելու, ուրախանալու, ասում պաշտելու, հարկ մեր ամենակարողին։ Դրա համար սիրելիներ, քանի որ ժամանակն է մեր համար սուղա պետք է մենք էլ կարողանանք տեղավորվենք մեր խոսքը, ասմունքը, երգը, ելույթը ինչ-որ ունենք փոխանցենք։ Ծնունդը մի հրաշալի բան է, որ սկիզբն է նոր կյանքի, անվերջ կարելի է խոսել, բայց եկեք մի փոքր մարգարեական խոսքերը, որ հին ուխտից վկայում էին փաստում, որ Մեսիան պիտի գա, խոսում էր այդ մասին շատ դարեր, տարիներ առաջ, և Աստծո խոսքը, քանի որ այո և ամենաճշգրիտ է, Աստծո անսուտ բերանով է խոսված, մենք բավականին աստվածաշնչ հետ կապված սովորել ենք, որ Աստծո հոգով ներշնչված խոսքը ճշգրիտ է, և այս մարգարեություն այս օրերի մեջ ըստ մեր օրացույցի, Քրիստոսի ծնունդով սկսած նոր սկիզբ տրվեց, հերթով մարգարեությունները կատարվեցին սիրելիներ, քանի որ այսօր հեծհատուկ ծնունդի հետ է կապված, եկեք մի փոքր անգամ ստեղ մի հատ խոսք ասում եմ քեզ քաջալերեմ, հրավուսեմ, որ մենք հասկանում ենք այսօր մեր թշնամին մարմնավոր չի, հոգևոր դաշտի մեջ ամեն չարությունները, կրակոտնետերը գալիս են սատանայից, Աստծո խոսքն է մեզ այսպես սովորացնում, ու մեր կռիվը մի սոյրունի դեմ չի, այլ հոգի իշխանի դեմ է։ Այս ծնունդի հետ կապված հրաշալի մի հատ խոսք կա, սրտումս դրվեց, որ ես փոխանցեմ ձեզ, Հիսուսի անունով զորացեք, այս տարվա հռչակված խոսքն է, որ արդեն մենք ունեցանք 25 թվականի մեջ, ուրեմն արթնության, փրկության տարի, խոսքս հետևյալն է, որ կենտրոնանաք ձեր մարմնավոր հարազատների բարեկամների վրա։ Որտեղ այսօր շատ շատերը, սկսած քեզանից, կոտան անգամից, շատ շատերը կարիք ունեն այսօրվա քաղցրորվա լեզվով ասած, որ մանուկ Հիսուսը ծնվի իր սրտի մեջ։ Ամեն, Փառք Հիսուսին։ Ուրեմն հենց այս խոսքմունքի հետ կապված մինչ Աստծուց կգար այս խոսքմունքը մի բան ստեղ կատարվեց Եսայա 7-րդ գլխում երկու թշնամիներ կարծես ասորեստանցին լավ մի հատ այս հաշվով վերցնենք թշնամի էր աշխարհից ու ստեղ քանի որ արդեն գիտենք Իսրայելը բաժանված էր Լեհաստան երկու մասի այդպես էր կոչվում Հուդայի երկիր մեկն էլ հենց Իսրայելը մեկը Դավթի աթոռն էր այնտեղ կար Սավուղից էր վերջապես հենց կիսված էր այս մասի հանկարծ տեսեք ոնց որ երկու աղբեր Աստված հեռու պահի այսօր կարա մարմնական նման հարվածները լինի հոգևոր դաշտում լինի երկու հարազատ աղբեր կարան իրանց մեջ թշնամանք ունենան բայց նաև ուզում եմ խոսքս այսպես հռչակեմ թող նաև հաշտություն լինի ամեն սրտներին խաղաղություն լինի հանդարտություն լինի որ միշտ ապեք ամեն հարցում Տիրոջը վստահեք ուրեմն Ասորեստանի հետ Իսրայելն էլ է միաբանվում որ դուրս գան Երուսաղեմի դեմ այսօր հոգևոր որ հասկանանք Երուսաղեմը դուք եք սիրելիներ տաճարն եք երկնային վերին Երուսաղեմի սիմվոլային խորհրդանշող քաղաքը որ ներկայիս Վրեաստանում է բայց այսօր հոգևոր դուք հասկանում եք որ դուք եք տաճարը թշնամին շարունակ ուզում է հարձակվել տաճարի վրա Դավիթն էլ շատ ավելի լավ էր նկարագրում իմ թշնամիները ինձանից զորավոր են ուզում են հարձակվել մարմինս ուտեն այդ փոխհարաբերական իմաստով է նաև ուզում եմ այստեղից մի կարճ բան փոխանցեմ քեզ
լցվես Տիրոջ հոգով, խոսքի զորությունով, որ ճիշտ հակառակ կանգնես եւ քո հոգեվոր պատերազմը հավատքով ճիշտ անես։ Փառք մեր ամենակարողին։ Սա շատ խիստ խոստումք ունի իր մեջ, ինչ է մեզ մասը վերցրել։ Ուրեմն եղավ մի պահ, որ այս երկուսը միացան իրար ծրագիր կազմեցին, որ հարձակվեն Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Երուսաղեմում եղավ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովնաթամի որդի Աքազի օրերում։ Աքազն է։ Մեկ գիտեք ինչ շատ լավ խոսք ունի Տերը ամեն օրվա մեջ ասում մի վախեցի։ Լավն է, չեսի։ Բայց Ժորժան անկեղծ ասում մեն օրինակ հոգևորներ, որ բանը քաջազնի տեղ ենք ասենք դնում, բայց շատ հաճախակի անպետք վախը բռնում է մեր սրտներին։ Չգիտեմ ճնշումը որտեղից է գալու։ Հա։ Դաժե անգամ մինչև պարտքի ճնշում վախն կարա մարդուն գա սիրելիներ։ Թշնամիներ են, որ հարձակվում են, այս սրանում եմ ուզում կենտրոնացնեմ քեզ Տիրոջ հոգով։ Իրապես, բայց մեր Աստված տեղ խոսք ունի, որ մի վախեցի, եւ այս բառերի, այս նախադասության ասելուն ինքը պատճառ կա, մենք կարող ասենք ախր Տեր ոնց չվախենանք, վիճակս այսպիսին է, խնդիրս այսպիսին է, բայց եկեք մի հատ գտնենք Տեր ինչ խոսք ունի մեզ զորացնող, իր անունը փառավորվի, որ իրապես մենք բացարձակ Տիրոջ հոսանք, սովորենք ապավինել ասում, ամեն Ժորժան, որ այս ծնունդը ստացված լինի, որտեղ ինքը եկել է, որ մեր սրտները զորացնի, ամեն, որ մեզ այդ փրկության կնիքը բերի ու ինքը ասի մի վախեցի, որ ես քո հետ եմ։ Չեմ սենց մանրամասնում ես, երկրորդից մեկ էլ տեսեք, այս երկուսը խորհուրդ են արի, հիմա չգիտեմ չարի ինչ պլանա կազմում քո համար, քո ընտանիքի համար, ոնց հարձակվի, ոնց քեզ վնասի, ոնց չարախոսի, դու էլ հանկարծակի եկած, որ հանկարծ դու էլ հանկարծակի կաս, միշտ իմանաս, որ քո մոտ ոչ մի բանը հանկարծակի չի, դու ես ամենակարող Աստված, որ քո հետ է, քո մեջ է, ինքը ամեն հարցում քեզ պահելու է։ Օրինակ ես էլ չգիտեմ, թշնամին ինչ ծուղակ է ուզում մյուսի համար, բայց իմ ամենակարող Աստված ինձանից նախապես առաջ, իրանց խորհուրդներից առաջ գիտի թե թշնամին ինչ է ուզում անել։ Եվ ինքը նայել, եթե դու պետք է իմանաս նոր պատրաստվես, արդեն Աստված միշտ պատրաստ է։ Սենց մեր լեզվով եմ ասում, որ հասկանանք։ Եվ Դավթի տանը լուրը տարվեցավ, ասելով թե Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ, այն ժամանակ դողաց նրա սիրտը։ Այս Աքազը, Աստծո ծառայա, Երուսաղեմին թագավորը, Աստծո մարդը, հավատացյալը, հա, հանկարծ մի հատ լուր է լսել, որ այս ինչ երկուսը միացել են, կամ գիտես, հեսա քո հետ ես ալնելու, այն ալնելու, ես ուզեմ դուք ավելի ձեր միտքը մարզեք, սենց մորանա, նորից եմ ասում, ես չգիտեմ քո խնդիրը որն է, բայց լուծումը մեկն է, Աստված, ամեն։ Հիմա այս լուրը եկավ, ասել է, իրան այս մարդու սիրտը դողը բռնել է, ժողովուրդ ջան, վախը բռնել է, ասում է, այն ժամանակ դողաց նրա սիրտը եւ նրա ժողովրդի սիրտը, չգիտեք վախն էլ վարակովի է, մեկը որ վախենում է, կամ մեջ, են մնացած էլ են սկսում վախենալ, եկեղեցում էլ ատենց ելնեմ, բայց փառք Հիսուսին, որ մեկը խոսք ունենա Աստծուց, ասի մի վախեցի, Տերը այսպես է ասում, ամեն, ուզում ես Տիրոջից մի հատ խոսք լսես, կուզեմ հիմա այս սիրել դիտող խոսքս քեզ էլ է ուղղված, հիմա այս խոսքը, որ դու ես լսում, ասա այդ խոսքը ինձ է վերաբերվում, միգուցե ես վախ ունեմ սրտից մեջ, այտենց եկել եմ, հա, այսօր ինչ անձի տալու այս ծնունդը, հա, վերջապես այս սկզբից ենք մենք խոսում, փառք ասում, հիմա նայեք, ասում է սիրտը ինչպես որ անտառի ծառերը դողում են քամից, տեսեք ինչի է համատում, սենց թրխրմա, վախը բռնել է իրան, եւ Տերն ասեց Եսայային, այսօր Եսայան վերցնենք իմ ու քո մարգարեն է, հա, մարգարեական խոսքն է, այսօր մեզ ասում, գնա մեկ Աքազին դիմավորելու, ուզեմ վերցնես քո անձնավորես քո անունը, որ խոսք ուղղված է քեզ, գնա ասալ, այսօր խոսք ասում է քեզ, հա, դու եւ քո որդին Սեար Յասուպը վերի ավազանի ջրմուղի ծայրը Փափիչի ագարակի ճանապարհի վրա եւ ասիր նրան զգուշ եղի որ հանդարտ լինես այսօր Աստծո խոսքը գիտեք զորացնող խոսքը մխիթարող խոսքը քեզ ու ինձ ասում է գիտեք ինչ ասում այդ պանիկայից այդ
ստրեսից հնա թող, դու ինչն ա բռնեք քեզի, ասում ա սիրտը դողում էր։ Այսօր կողմ մարդիկ միջը ձեռներն են դողա։ Վախից հնարավոր չի, հնարավոր է ժողովուրդ ջան։ Բայց ասում ա առաջինը գնա ասելը թող հանդարտը։ Մեկ որ մարդ հետված ասում մի հատ հանգստաց։ Այսօր հələ մի հատ կողքի միտել ասա, խաղաղություն, հանգիստ այս։ Իսուսյանով խաղաղություն, ամեն, հանգիստ եղի։ Ով կարա սիրտը դողացող մարդուն հանգստացնի, եթե ոչ նա, ով կարա իր խնդիրը լուծի, բայց եթե վախկոտ է դա վախկոտին ոնց ասում է հանգստացի, նույն անհանգստության մեջ էլ ինքը գտնի։ Փառք ամենակարողին, դրա համար Տերը ուզեցավ ծնվի մեր մեջ, որ ինքը միշտ մեր հետ լինի, որտեղ այս անուններից մեկը հենց այդպես էլ կա, փոքր շարժվում ենք առաջ։ Ուրեմն ասում է, հանդարտ լինես, մի վախենար եւ սիրտը չթուլանա այս երկու ծուխ անող կիսայրած խանձարուրից։ Այսօրին մեկ Ասորեստանի թագավորներ մեկն են Եփրեմի Իսրայելի։ Ասում դրանք մենք խանձարուր են, գիտեք չի, Հիսուսը ո՞րց է ծնված, դա ո՞րցոր բան են ջերմերը։ Խանձարուրով են փաթաթել, այսինքն դրանք մղեղի պես էին ամենակարողի առաջ։ Բայց միգուցե Աքազի այսօր իմ ու քո համար դրանք մեծ սարերը լինեին։ Մեզ գողացնող, վախեցնող, ճնշող, չի բացառվում, սիրելիներ, բայց հիշեք, այն ինչը որ քո համար մեծ խնդիր է, անկարելի է, Աստծո համար ամեն բան կարելի է։ Դրա համար ինքը այսօր իրավական ձևով, ասես չգիտեմ, նա Աստված ամենակարող է, բայց նա նաև դուր թափով է, սիրելիներ, որ գա քո ներսը, քո կյանք, որ իր խոսքը հավատքով բռնես եւ ընդունես, ինքն է քեզ ասում, մի վախեցի, ասում է դրանք խանձարուրի պես են ծուխ անող, ոնց որ գիտեք, մեկ կան, չէ՞ տես մարդիկ իրանց ունես բանը, տուզի տեղ են դնում, ունես բանի տեղ են դնում, բայց ասում է լսի քեզանից վեր էլի մի հատ զորավորը կա։ Ուրեմն եթե կան տերեր, կա տերերի տեր, ամեն, ոչ թե մի հատ տերը քեզի ասում, այլ տերերի տերն է քեզի ասում, որ ինչն է գլխավորում քեզ, ինչն է առաջնորդում քեզ, թույլ մի տվեք վախը դառնա մեզի տեր, որ ինքը մեզ առաջնորդի, դող բերի, այդ թեկուզ դողդոջուն սրտով ասում դու ես իմ բարի հովիվը տեր, ամեն, փառք Հիսուսին, ասում է նայեք, կիսայրած խանձողներից վարկությունը բորբոքված Ռասնից եւ ասորեցիներից եւ Ռոմելայի որդիցը, որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել։ Այն ինչ մինչև դուր եկավ հասավ քեզի, Տեր արդեն գիտեր, որ ինչ որ մեկը քո համար չար խորհուրդ արել։ Ինչքան լավ է Տիրոջ գործելը, չէ, մոտենալը մեզի։ Ամեն, Ժորժ ջան, ես գիտեք, առանց հավատքի դու չես կարող ասում մոտիկանաս։ Դու պիտի հավատաս, որ ինքը քո բավանն է, միտեղ ասում է, ես եմ քո թիկնապահը, ասես բանով կարա, թագավորը չի կարա մի հատ, չէ մեկին ասի ես քո թիկնապահն եմ, երկրի բոլոր թագավորները թիկնապահի կարիք ունեն, բայց ամենակարողը կարիք չունի թիկնապահի, ինքը տեղերը փոխում է, մեզ թագավորներ եւ քահանաներ համարեց, հա, որպես մի սերունդ իր սեփական ժողովուրդ, ասում է մի վախեցի, անգամ Տիրոջ իր ստեղծած հրեշտակների համար սիրելներ, բայց Տերը անգամ հավատացեք մեզի հրեշտակի էլ չի վստահի։ Թեպետ շնորհակալ ենք ասում է, ինքը սիրող հայրը, հենց ինքը ասում է, ես եմ քո թիկնապահը։ Այս ծնունդը մեզ ինչ ա բերում։ Եկեք Աքավից ասես նշան ուզի, վախի մեջ ասում է, այդտեղ մի հատ նշան ուզի, եթե երկնքում Տեն դերքում որտեղ ուզում ես նշան ուզի, ես անեմ, որ սիրտը ամրանա։ Եկեք մենք էլ Տիրոջ հետ մոտիկանանք, մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովա Աստվածանից, կամ խորը անդունդումը, կամ վերը բարձրունքումը, բայց Աքազն ասեց, չեմ խնդրի։ Սա նշանակում է, եւ Տիրոջը չեմ փորձի։ Ամեն, ինչքան ազնիվ մոտեցում էր։ Դե լավ, որ դու չես ուզում, ասում է, նայել ասեց, հիմա լսեցեք ով Դավթին, սա քիչ բան է ձեր համար, որ մարդկանց աշխատություն եք տալիս, որ ասունել եք աշխատություն տալիս, սրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհռիանա, եւ կծնե մի որդի, եւ նրա անունը կկանչե Էմանուել, եկեք բարձր ասենք, Էմանուել,
նշանակում Էմանուել, Աստված մեզի հետ, Աստված մեր հետ։ Հենց այս մանուկի անուններից մեկը Էմանուելն է, որ քեզ ասում այսօր մի վախեցի։ Ամեն, ես քո հետ եմ, ես նախապես գիտեմ քո դեմ մեղադրանքները, չար ծրագրերը, հա։ Ուզում եմ մի հատ էլ բարի լուր ասեմ քեզ, սիրելիներ։ Անգամ ընդդուք հավատացեք մինչև չար ինքը սատանան, դեռ ես չեմ խոսում իր պաշտոնյաների մասին։ Հա, այդ անգամ մարդիկ, որ խավարի որդիկ են կոչվում, որ չարի կամքն են կատարում, եւ ինքը մարդկանց միջոցով ձեզ չարիք է պատճառում։ Մի քիչ ցավոտ process է, բայց մի վախեցեք, թույլ տվեք։ Աստծո նախախնամության մեջ դուք կաք, Աստծո աչքերը ձեր վրա են։ Այն ինչ որ քեզ դուր է հասնում, կամ դու զգում ես, կամ սիրտը դողում է, նախապես Աստված գիտի։ Ինքը քո համար արդեն ելքի ճանապարհն է պատրաստել համապատասխան փորձությունների, նեղությունների մեջ։ Չկա չարիք առանց բարի։ Աստծո սիրողների համար Աստված ամեն բան բարին գործակից անել։ Եթե այսօր մարդիկ փորձեն ձեզ չար անել, անգամ կտնեն ձեր ապրուստին, կտնեն, չգիտեմ, մի ինչ-որ վնաս տան, հավատացեք, Աստված մի հետարքիր ծրագրով փոխելու է ձեզի բարիք անելու։ Թե մեկ վնաս ձեզի տան, Աստված կրկնապատիկը հատուցումը կտա։ Կարող ես sense Տիրոջը հավատաս։ Դրա համար այսօր Տերը եկել է քո կյանք, եկել է իմ կյանք, այսօր Փառք Տիրոջը, որ ամբողջ քրիստոնեական աշխարհն է նշում Տիրոջ ծնունդը, ուրախ ենք սրա համար։ Բայց տխրելի մասը որն է, որ մարդիկ զերծ են, առանձնացված։ Շատ շատերը չգիտեն, որ Էմանուելը, փոքրիկ մանուկը, կարա դառնա իրանց հոգու բաժինը, իրանց սրտի մասը, հա, ամբողջական կյանքը, վահանը, պաշտպանը, ապուրը, հա, իրանց բարի հոգիվը։ Դրա համար այսօր մենք մեր մաղթանքն է Հիսուսի անունով հռչակում ենք խոսք, ու հիմա կխնդրեմ մի հատ աղոթքի կանգնենք այս տարվա առաջի աղոթքը բերելով Տիրոջը։ Ես կխնդրեմ, որ այս աղոթքի մեջ խոսքեր նորից հռչակ, ես սկսի տարին շատ լավ Հիսուսի անունով քո ընտանիքի մեջ, հա, եթե լուրեր ես լսել, եթե չգիտեմ անհանգստացնող ինչ-որ ճնշող մտքեր կան, հակառակվեք Հիսուսի անունով, Աստծո խոսքը արդեն աղանը պաշտպանությունը մեզ տվել է, գրված անիկա պիտի փախչի ձեզանից։ Թող Տերը փառավորվի, ու ես այս աղոթքը ուզում եմ երկով առաջնորդեմ, որից հետո մեր երեխեքը այսօր կտանք ընթացք իրանցնա, տունական օրը, գիտողներ ջան, այս պահներ ես առիթից օգտվելով ումոց չենք հաստրել բոլորին Ամանորը և սուրբ ծնունդը շնորհավորում ենք Տերը օրհնի, լելի հասկ բաժինում ենք, կհանդիպենք օրհնյալ տարի, ամեն, Հիսուսի անունով։ Թեկուզ աչքերը կփակ, կամ ես ջիքը բարերը կվերցնես, կամ քո սրտի աղոթքը կբարձրացնես, խոսքեր հռչակի, այս խոսքով ներս արի Տիրոջ մեջ, ես գիտեմ Տերը ինչի համար անհնարին է, ողոք ամեն բան։ Ամենատարած
Քրիստոսի ճանապարհը մեզ երեխեք ջան Աստված շատ Շատորդի ձեզ այս ամբողջ հանձնենք մեր երիտասարդների մամուկներին։ Այսօր մենք հավարվել ենք մի առանձնահատուկ առիթով, հիշելու և նշելու աշխարհի ամենամեծ ծննդից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այդ գիշեր Բեթլեհեմում ծնվեց ոչ թե պարզապես մի անձ, այլ լույսը, հուսահատների համար, լույսը խավարի մեջ գտնվողների համար և խաղաղությունը արգանդից տղների համար։ Այսօր մենք սպասում ենք մեր իրական և հրաշալի պատմությունը Հիսուսի ծննդյան պատմությունը։ Շատ տարիներ առաջ մի խաղաղ գիշեր Բեթլեհեմ քաղաքում ծնվեց մի փոքրիկ մանուկ։ Նրա համար չկար ոսկե օրան, բայց երկինքը լցված էր աստղերով և հրեշտակները երգում էին փառք Աստծուն, բարձունքներում և խաղաղություն երկրի վրա։ Հիսուսի ծնունդը հիշեցնում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհին, որ խոնարհվեց, դարձավ մարդ և եկավ մեզնից։ Նա եկավ ոչ թե պարագում, այլ լուսնում, որպեսզի ցույց տա, որ նրա սերը հասանելի է բոլորին, անկախ դիրքից կամ անցյալից։ Թող այս միջոցառումը լինի ոչ միայն հիշողություն, այլ նաև կենդանի հանդիպում այդ սիրո մեջ։ Թող մեր սրտերը բացվեն, մեր հոգիները լցվեն խաղաղությամբ և մեր կյանքը մեծ լուսավորվի Քրիստոսի լուսամուտով։ Այս մանուկը Հիսուսն է, Աստծո որդին։ Նա եկավ աշխարհ ոչ թե վախեցնելու մարդկանց, այլ սիրելու, ոչ թե դատելու, այլ փրկելու։ Նրա ծնունդը մեզ սովորեցնում է, որ Աստված տեսնում է յուրաքանչյուրի մարդու սիրտ և սիրում է թե մեծերին և թե փոքրերին։ Ասում ես
Եթե դեպի չի երևի։ Çıkarır bekçem, bir an şeref. Նազարեթ փոքր քաղաքում Իսրայելի Հիսուսում ապրում էր մի անեստ աղջիկ Մարիամ անունով։ Նա սիրում էր իր տիրոջը եւ մաքուր սիրտ ուներ։ Մի օր նրան հայտնվեց Աստծո կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը ու ասաց. Մարիամը տեսնելով նրան շփոթվեց, բայց հրեշտակը նրան ասաց. Մի վախենար Մարիամ, որտեղ Աստուծո քարարես եւ ահա կմիանա եւ որդի կունենես եւ դրանից ու Հիսուս կունենես։ Նա մեր Տերն եւ Աստծո որդին կոչվի։ Եվ Տեր Աստված նրան դարձի որ աջորը կտա եւ նա հավիտանը կթափավորի հաղորդական Մարիամ այդ ժամանակ ամուսնացած չէր, բայց ժամանակ այդ բարեպաշտ հավատացյալ Հոսեփ անունով մի մարդու հետ եւ նա հրեշտակին ասաց. Բայց դու ինչպես կլինի, թե որ ես այլ չեմ ճանաչում։ Սուրբոքի քովորա, եւ Աստծո գորություն կհովանավորի քեզ։ Իմանալով այս մասին, որ Մարիամը երեխա է սպասում, Հոսեփը ուզեց թողնել նրան, բայց Աստծո հրեշտակը երազում հայտնվեց եւ ասաց. Ովքե, ծաղկի որդի, դիվ աղջին ընդունել Մարիամին, քո կնոջը, որովհետև նրանից իմանալը սուրբ հոգուց է, նա որդի կծնի, եւ նրան կանվանեց Հիսուս, որովհետև նա իր ժողովրդին
Երբ Մայրամը ակնհայտի է, իրեն ու Հովսեփին վիճակվեց հեռու ճանապարհ։ Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց բնակչության մարտահամար կատարել ամբողջ երկրում։ Յուրաքանչյուր մարդ պետք է գնար իր քաղաքը, իր նախնիների քաղաքը։ Հովսեփի հարազատ քաղաքը Բեթլեհեմ է։ Եվ այդպես Հովսեփը Բեթլեհեմ ուղևորվեց իր նախավոր Դավթի քաղաքը և իր հետ վերցրեց Մարիամին իր կնոջը։ Նազարեթից Բեթլեհեմ մոտավորապես 170 կիլոմետր էր։ Այն ժամանակ ոչ գնացքներ կային, ոչ ավտոմեքենաներ և նման ճանապարհորդությունը մի քանի օր էին տևում։ Վերջապես Հովսեփն ու Մարիամը Բեթլեհեմ հասան, նրանց համար տեղ չճարվեց հյուրանոցում։ Երևի շատերն այդ ժամանակ Բեթլեհեմ էին եկել մարդահամարի համար։ Պարոն, խնդրում եմ ձեզ, մեզ ապաստան ունեցել եք։ Բայց մենք այլևս տեղ չունենք։ Պարոն, մեզ ապաստան ունեցել եք։ Բայց մենք օթևանալու տեղ չունենք, բայց կարող եմ ձեզ նախորդել։ Ես ծնեցիր Անդրանիտ որդուն և պատեց խանձարերով և մսուրի մեջ դրեց նրան, սա նշանակում է, որ նրան տեղավորվում էին անասունների փառախում, ըստ հին ավանդույթի այդ փառախը կառուցված է քարայրի մեջ։ Այդ կողմերով և հիմա էլ հովիվները ոչխարների համար նման քարայր էին օգտագործում։ Այդ ժամանակ Բեթլեհեմ քաղաքի շուրջ արոտավայր կային։ Այդ գիշեր, երբ ծնվեց Հիսուսը, մի քանի հովիվներ չէին գնում, պահակություն էին անում իրենց օտերի վրա։ Հանկարծ Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջ և Տիրոջ փառքը նրա շուրջը ծագեց ու մի մեծ վախով վախեցան և հրեշտակը ասաց նրանց. Մի վախեցեք, որտեղ ահա մեծ ուրախություն եմ ամոթում ձեզ։ Այսօր ձեզ փրկիչ կմեստր Դավթի քաղաքում, որը Քրիստոսի Տերն է, և սա ձեզ համար նշան կլինի։ Մի երեխա կգտնեք խանձարուրով պատված և մսուրի մեջ դրված։ Եվ հանկարծ հրեշտակի այդ մեծ երկնային զորքերի մի բազմություն, որը փառաբանում էր Աստծուն և գոչում. «Փառք Աստծուն երկնքում և երկրի վրա, խաղաղություն ու մարդկանց մեջ հաստություն»։ Այսօր մենք չենք հիշում, պարզապես մի պատմություն անցյալից։ Մենք հիշում ենք, որ Հիսուսը այսօրեն է ուզում ծնվել մեր սրտերում, սիրով, բարության, ուրախության բարության միջոցով։ Թող այս տոնը մեր թողքի դառնան ավելի բարի, ավելի սիրով և ավելի լուսավոր։ Թող Հիսուսի ծնունդը լինի ուրախություն մեր սրտերում, խաղաղություն մեր ընտանիքներում։
զարմում, ինչպես արեկական։ Չկամ, ավելի զորտան, քան սուրբ ծնունդն է։ Դրսում ձյունն է ուծվել, դավիճում է սանազար, շուրջը ուրախ մանուկներ, ծառը լույսը կնում պայծառ, արտասանում են երկու մանուկները խելացի, որ վայրեն է երկրում ոչ մի մանուկ չլացի։ Աղաղություն է բերում ամեն օջախի։ Թե աշխարհում թաքնվեն այն, թող որ բացվեն այս գիշեր, ու նոր տարի նոր փոխության, թող մեզ մտնի այս գիշեր, թե կան դատարկ համր տներ, մանկանչիչով թող լցվեն, ով փնտրում է սրտանց մեկին, հանկարծ գտնի այս գիշեր, թե կան դարձող տխուրաչվին, թող ծիծաղեն այս գիշեր, կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշքապեն այս գիշեր, թե կան սրտեր չար նախանձով, դառնան բարի ուրերով, իմուսի ուրախ կյանքով, խանդավառներ այս գիշեր։ Վերջնապիր, դա էր գտել, անգին գազը, անվահակը, փնտրողներ են, որ կգտնեն, կարդան պիցվի և կգստես։ Кто знает, идем в лышу, без длинной белой бородой, Новый год приходит в гости, румяный и седой. Он играет с нами пляжем, с ними праздник веселье. Дед Мороз на елке нашей самый главный злодей. Թաքնված գանձեր կա պահպանված, դասկաված խորհուրդ չարնվեցավ, եթե փնտրես ինչպես մի կաշ, դես հարստանաս։ Միքրոֆոնը փոխի լուս։ Գորջան քոնը դուր։ Այդ միքրոֆոնը դուր։ Էնի վերցրել լուս։ Միտուր։ Մեծ երավ է դնում օջախի մեջ, այդ կոտուկը պիտի վարվեր ամանորի գիշերվանից մինչև Քրիստոսի ծննդյան տոնը։ Դու շանեկո։ Ասա, մայ Մեզ համար քիչ է ծնվել, խաղաղության իշխան, որը մեզ խավարից տեղափոխել է լույսի, նորից կյանքի, նա տվել է ինձ ուտես հավիտենություն, որովհետև նա է դանական կյանքը, նա է նենասիրը, և նրա ուղը երկրել է սարակի, դեգի կասեր թողնենք ամեն հոգսը օրականքի, և ծնցանք մեր ուշի արջեր, և ունենք նրա զորավոր ու պարավոր անունը։ Զսում է մեր ոգի լույսով, որպեսի աշխարհը դառնա էգալ, սև չկես։ Յանքի խոսքեր է գնում, որ չես գտնի ուրիշ գրքում, Քրիստոսի խոսքն է որ չես գտնի մինչև այսօր։ Դու խոնարհվել գիտես նորացի կանչակ, դու փարայ պատվորը խոսուրի ես կողպետիտես, դու գիտես սիրել, թողնելով ամեն բան, դու արարիչը ամեն տեղի անդում ու տեղ հնարքտես, դու կարող ես միայն իջնել այնքան ինչև արարածիտ գիրկը, դու միայն գիտես սիրելով մարդանալ և հոգից ուրգիր։ Ինքդ մութ մսուրի մեջ, աստղատ ետիքի գագատի, ինքդ անխոզ մի մանուկ,
իսկ երկը թնդում է երկնքում։ Ինքդ լոմ մարդկային, իսկ գործդ վեր աստվածային, ինքդ հալածված, իսկ մեզ հետ էր Աստված, դու որքան մեծ ես Աստված։ Տեսնով շարժվեցին աղբերքի և ինքնայողները, քեզ համար երկեցին երկնքի բյուրավոր զորքերը, քեզնով շփոթվեցին չար թագավորները, քեզնով հուսադրված են անհույս հովիվները, քեզնով ողջյալ են շնորհակալ բոլոր մարյամները, քեզնով սրբում են արցունքոտ աչքերը։ Դու դարերի սպասված ես, դու ազգերի փրկության ես, դու մարգարեների կատարված խոսք, դու միլիարդների լսված աղոտ, դու Իսրայելի գալով Մեսիա, դու երկնքից եկած Մեսիա, որքան մեծ ես դու Աստված։ Որբերը հայրում են արդեն, արցունքը խանձարուրով ջրացավ, ուլերը լսում են ձայնը քնարի, բաղերը վազում են քեզ ողջատուրվելով, աղթատները համրերը խոսում են փառքիդ քնարով, աղթատները հարուստ ձանձերովդ երկնքին, այրիներն ավետում են փրկություն և կյանք։ Բարեն բռներ հրեշտակներ, փառքի բարձունս, մենք էլ Էմանուել, այդու ծաղկիկները սոկուտ քամու հետ պարում ենք խելայեղ և երգում ենք, թե դու որքան մեծ ես Աստված։ Դե ինձ սիրելի երեխաներ, մոտենում ենք միջոցառման ավարտը։ Ինձ ում կասի այսօր ինչ տոն եք նշում։ Զգում եք, չէ՞ որ մեկը այստեղ պակասում ամեն ուրախացել։ Այո։ Կանչում ենք։ Ասում էիք ձմեր պապիկին։ Այո։ Ձեզ շատ ասիլում ձմեր պապիկը գիտեք։ Այո։ Ես լսել եմ, որ այս տարի դուք ձեզ բոլորով շատ լավ եք պահել, լավ եք սովորել, լսել եք ձեր ծնողներին, դրա համար ձեզ բերել եմ նվերներ։ Համաձայն եք եք։ Իսկ ինչ կարող եք արտասանել ձմեր պապիկի համար։ Օտանավոր։ Ասեք։ Գտել եմ ես մի անգին գանձ, որ չես կարող փողով առնել, այն սնունդը այն ավանդ է բացյալ Աստծո բերանի խոսքն է։ Yes, Շրջան սուրբ տոնը խաղաղություն է բերում ամեն օջախի։ ապրես, Դասում ձյանը ուզում է, դալեջում ես տոնացար, շուրջը ուրա մանուկներ, ծարի լույսը կամ պայծար, արտասանում են երկու մանուկները խելացի,
որ հայրենի մեր երկրում ոչ մի մանուկ չլացի։ Ապրես, 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 նվերները կբաժանեն։ Ապրես, ապրես, Վերջում կասեն, լավ։ Բացականներն էլ Աշոթովին Ապրեն մեր երեխեք։ Իսկ հիմա մի երկու խոսք շնորհակալության կարգով բոլորին հայտնեմ ու ասեմ, որ ցանկացած նորմալ ընտանիքում առաջին հերթին հարվում են մեծերին։ Մեր հողի վճնան շատ մեծերի տարիքով փոքրա, բայց
Եկեղեցու կողմից հողի կիններ մեր համար տարբերություն չկա, աստվածորդին։ Ապրից մեր ապրիլը։ Աստվածատողնի ձեզ երեխեք։ Տատիկներ ու պապիկներ։ Ժիրանատերին բացակայում են, բայց Գտան ենք այսօր, ոչ։ Մենք հաջողան ենք ձմեր Ապրեն երեխեքը մեր։ Սել ակարակ է։ Ասա մենք էլ ենք տալեց, Բացին ինգնան։ չէ, 25 Եկեք սենց
այսօրվա լավ առիթի համար, մեր Տիրոջ ծննդյան կապակցության համար շնորհավորենք իրար, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնող դիտողներ ջան, ովքերդ միասին, որ իրապես Հիսուսը որպես մանուկ ծնվի շատ սրտերի մեջ։ Ամեն։ Տերը շատ օրհնի, եկեք ես կամով վերջացնենք, Աստված օրհնի բոլորիս։ Մարդ Հիսուսի։